Մենք վերադարձանք եւ ես ներկայացնեմ մեր այս թեման։ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը հայտարարում է Վաչե Հովսեփյանի անվան ազգային փողային նվագարանների համահայկական մրցույթ փառատոն։ Նվիրված ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Դուդուկի մեծ վարպետ Վաչե Հովսեփյանի ծննդյան հոբելյանական 100-ամյակին։ Փառատոնի ժամանակացույցի պայմանների եւ ազգային այս գործիքի հանդեպ հետաքրքրության մասին ենք խոսելու Վաչե Հովսեփյանի անվան ազգային փողային նվագարանների համահայկական մրցույթ փառատոնի գեղարվեստական ղեկավար Հելբերտ Ասատրյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալություն գալու համար։ Բարելույս, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ասեմ, որ այս տարի ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Դուդուկի մեծ վարպետ Վաչե Հովսեփյանի հոբելյանական 100-ամյակն է։ Եվ քանի որ Վաչե Հովսեփյանը իր ուսումը ստացել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում, այսպես ասած, համատեղ ուժերով քոլեջի նախաձեռնությամբ հայտարարեցինք համահայկական ազգային փողային նվագարանների համահայկական փառատոն, որը նվիրեցինք հենց Վաչե Հովսեփյանի 100-ամյա հոբելյանին։ Եւ այսպես փառատոնը արդեն այս պահին այսօր հայտերի ուրեմն վերջնաժամկետն է եւ այսպես ասած ընթացքը բավականին եւ կանխատեսել ենք, որ բավականին ուրեմն լայն արձագանքներ կստանան եւ իրոք ուրեմն բավականին տարածում գտավ եւ ինչպես Հայաստանում նաեւ արտերկրում, Սփյուռքում եւ վստահ եմ, որ հաղորդման ընթացքում նաեւ կհասցնենք խոսել անակնկալների մասին, որը արդեն եղավ փառատոնի ընթացքում, հա։ Եկեք խոսենք պայմաններից, նշեցիք, որ այսօր վերջին օրն է, գուցե օրինակ այդ կրաններից այն կողմ մարդիկ են, որոնք ասում են ես օրինակ հենց այս մրցույթի համար եմ ստեղծված եւ պետք է մասնակցեմ։ Շատ լավ։ Ուրեմն ասեմ, որ նմանատիպ իրավիճակ եղավ, երբ նոյեմբերի 24-ն ենք նշանակել հայտերի վերջնաժամկետ եւ բազմաթիվ զանգեր ստացանք տարբեր ուսումնական հաստատություններից եւ կազմակերպելով որոշեցինք, որ մի քանի օր ավելացնենք հայտերին, որովհետեւ իրոք մարդիկ ուրեմն չեն հասցրել մասնակցել կամ համասնակցության հայտ ուղարկել փառատոնին։ Այսօր մինչև 23:59 երեկոյան ուրեմն հայտերը բաց են եւ սիրով պատրաստ է փառատոնի կազմկոմիտեն այն անհատ երաժիշտ կատարել։ Իմիջիալոց ասեմ, որ բազմաթիվ հարցերից մեկը այն է, որ երաժիշտները զանգում եւ հարցնում են մենք անհատ որպես երաժիշտ կարող ենք փառատոնին մասնակցել եւ միանշանակ կարող են, որովհետեւ հիմնականում հոսքը մեր ուսումնական հաստատություններից է, դպրոցներից, քոլեջներից, բուհերից։ Բայց ինքնուս գուցե դուդուկահարներ կան հենց։ Իհարկե, ոչ միայն ինքնուս, նաեւ կարող է մարդը կրթություն ստացել է, բայց այս պահին որևիցե ուսումնական հաստատությունում չի սովորում եւ իհարկե որպես անհատ երաժիշտ կատարող անպայման ուրեմն մենք ընդունում ենք հայտեր։ Վերջին տարիներին կարծեք թե որքան էլ ասենք ազգային երաժշտական գործիքների հանդեպ դադարել է, բայց դուդուկի հանդեպ կարծեք թե միտումը դեպի դրական է գնում, իմ զգացողությամբ գոնե։ Ճիշտ եք, իրականում, ուրեմն դուդուկը, այսպես ասած, տարեցտարի իր վերելքը ապրում է եւ շատ ուրախալի է եւ նույնը շատ ուրախալի կլիներ մեր ազգային մյուս նվագարանների պարագայում եւ ուրեմն դուդուկի պարագայում ուրեմն երբ որ խոսվում է արտերկրում Հայաստանի մասին, առաջի խորհրդանիշներից մեկը, որ ուրեմն շրջանառվում է, դա հայկական դուդուկն է, հայկական ծիրանափողը եւ ուրեմն ամբողջ ուրեմն հնչողությունը, գործիքի ամբողջ ուրեմն նվագացանկը հայի այսպես ապրելակերպն է, հայի տեսակն է, հայի հոգու ուրեմն արտացոլանքն է եւ դրա համար մշտական վերելք է ապրում դուդուկ նվագարանը եւ ուրեմն ես շատ կուզենայի, որ ուրեմն այն այսպես ասած փառատոնի նաեւ կարևոր սկզբունքներից մեկը ուրեմն ավագ սերունդի եւ երիտասարդ սերունդների շփումն է, որովհետեւ վաղ թե ուշ երիտասարդները պետք է զբաղացնեն բավականին ուրեմն կարևոր պարտավորություններ, տեղեր եւ այս փառատոնի ուրեմն ստեղծման հիմքում դրվեց շատ կարևոր սկզբունք, որ սերունդները պետք է անպայման շփվեն իրար հետ, ուրեմն անպայման հաղորդակից լինեն եւ անակնկալներից մեկը եղավ այն, որ ուրեմն բազմաթիվ վարպետ երաժիշտ կատարողներ, նվագարանագործ վարպետներ սկսեցին աջակցություն հայտնել մեր փառատոնին եւ նաեւ ուրեմն
եթերից շատ կուզեի նաև հնչեցնել իրենց անունները, օրինակ դուդուկի ղամիշ պատրաստող վարպետներից Գևորգ Պետրոսյանը, Վահե Այվազյանը, եթե չմոռանամ անուններ նշեմ, իհարկե Արգիշտի Վարդանյանը, ուրեմն եւ էլի անուններ, ներողություն եմ խնդրում չնշելու համար այս պահին։ Նրանք ձեզ կներեն վստահ։ Այո։ Ուրեմն իրենց պատրաստած ղամիշները նվիրում են փառատոնին եւ մենք սիրով հանձնախումբը իհարկե կորոշի, հանձնախմբի որոշմամբ ուրեմն այդ նվերները անպայման կստանան մեր մասնակիցները։ Երկրորդ ուրեմն անակնկալները հենց նվագարանագործ վարպետները, այսինքն դուդուկ պատրաստող վարպետները, էլի ուրեմն գործիքներ են նվիրում փառատոնին, այստեղ շեշտեմ։ Միահամուռ եք այդ հարցում բոլորդ փաստորեն։ Այո։ Ուրեմն այստեղ շեշտեմ, ուրեմն Սևադա Իրիցյանը իր պատրաստած դուդուկն են նվիրում, ուրեմն Սահակ Գասպարյանը, երիտասարդ տաղանդավոր վարպետը, իր պատրաստած Զուռնա նվագարանը, ուրեմն նաև Դուկլար նվագարանը, որի մասին փոքր կխոսեմ, ուրեմն այս պայն շեշտեմ նաև Վամելո ֆաբրիկան, որը 3 դուդուկ է նվիրում փառատոնին, եւ սա իրականում շատ նշանակալի ներդրում է եւ ես արդեն համացանցի տիրույթում մի քանի անգամ ուրեմն անդրադարձել եմ այս թեմային, շնորհակալություն հայտնելով եւ ուրեմն եզրակացություն անել, որ ուրեմն այս փառատոնը նպաստում է, որ մեր ուրեմն երաժիշտ կատարողների մեջ ուրեմն այսպես ասած համախմբվածություն է ձևավորվում նվագարանագործ վարպետների մեջ, երիտասարդ երաժիշտների մեջ եւ ասեմ, որ փառատոնի հանձնախումբը նաեւ մեր հանրապետության պատվավոր երաժիշտներն են, օրինակ հանձնախմբի նախագահն Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ պրոֆեսոր Գևորգ Տաբաղյանն է եւ հանձնախմբում նույնպես կան վաստակաշատ երաժիշտներ, հանրապետության վաստակավոր արտիստ Կամո Սերյանյանը։ Ես սպասում էի նրա անվանով, ինչ ուզում եմ ասած, անհամբեր էի, երբ կհնչի իր անունը։ Շատ ուրախ եմ, ուրեմն եւ էլի անվանի երաժիշտներ Վահան Արությունյանը եւ այսպես ասած փակագից շատ չեմ ուզում բացել, որովհետեւ դեռ չենք հրապարակել ուրեմն ժյուրիի ամբողջական կազմը եւ ձեր եթերը առաջինն էր, որ հրապարակեցինք։ Մծանոթ բարեկամներ եմ փնտրելու։ Ուրեմն արդեն նշանակված են, կարող են չփնտրել։ Արդյունքները հայտնի են, փաստորեն։ Չէ, հանձնախմբի ուրեմն կազմը այս դեպքում, ուրեմն եւ նույնպես վարպետ երաժիշտ կատարողները իրենց աջակցությունն էլ հայտնել վարպետության դասեր նվիրելով մեր ուրեմն փառատոնի մասնակիցներին, որը էլի շատ կարևոր քայլ է, ուրեմն հանդեպ ծերունդների երկխոսության հարաբերությունների եւ միանշանակ կնպաստի օրինակի համար տարբեր մտածելակերպ ունեցող, տարբեր ժամանակաշրջան ապրած կամ ապրող մարդկանց փոխհարաբերություններին, որը մեր վաղվա օրը ավելի լավը կդարձնի, վստահ եմ։ Երիտասարդների հետաքրքրվածությունը ինչպես է ազգային մյուս նվագարանների նկատմամբ։ Ասեմ, որ տվյալ դեպքում փառատոնին կարող են մասնակցել բացի դուդուկից նաև ազգային փողային մյուս նվագարանները, Շվին, Սելինգը, Բակուն, Պարկապզուկը, Զուռնան եւ ազգային փողային նվագարանները ուրեմն դուդուկը, Շվին բավականին լավ վիճակում են, դեն ինչպես նշեցինք, այնտեղ Պակու, Զուռնա, Պարկապզուկ, Սելինգ մի փոքր ոչ եւ նաեւ փառատոնի նպատակներից մեկն էլ հենց այդ նվագարանների շատ ավելի հանրահռչակումն է, որ մեր երիտասարդներն ավելի մեծ հետաքրքրություն ունենան։ Իդեպ ասեմ, որ փառատոնի մրցանակներից մեծ մրցանակը Grand Prix-ն նախատեսվում հենց նվագարան նվիրենք ուրեմն մասնակիցներին եւ նույնպես որը կխթանի ամեն քայլով փորձում եք այդ հարցում առաջընթաց հատուկ ուզում եմ նշեմ, որ կան ուրեմն ազգային նվագարաններ Քամանչան, Թառը, Ուդը, Սանթուրը, Սազը, Բամբիրը, որոնք բավականին քչացել է հանրապետությունում ցավոք սրտի եւ նաեւ այս եթերը օգտագործելով կամ օգտվելով առիթից կուզենայի ուրեմն դիմել մեր երիտասարդներին, նաև մասնագետներին, ովքեր դասավանդում են, որ ավելի նայեն ուրեմն մեր կանոն նվագարանը բավականին ուրեմն լավ իրավիճակում է, ինչպես նաև դուդուկը եւ նայեն կանոնի եւ դուդուկի օրինակին եւ առաջնորդվեն, որ մեր բոլոր ազգային նվագարանները կարողանան ավելի ուրեմն հանրահռչակել եւ
ինչու՞ չէ նաև ներկայացնել աշխարհով մեկ։ Կարծեք թե կոնսերվատորիայում էլ երբ ընդունելության այդպես ցուցանիշներն են, ցուցակները նայում, թափուր տեղեր շատ էին մնում հենց ձեր նշած մասնագիտությունների գծով։ Ցավոք այո, բայց ուրեմն այս պահին մեխանիզմներ կան, որոնք որ կարծում եմ կնպաստեն ավելի ուրեմն որ այդ ազգային նվագարանները ավելի ու ավելի թվականակը շատանա, մասնագետները ուրեմն կարողանան իրենց ասենք մի քանի մասնագետ են մնացել որոշ նվագարանների պարագայում եւ Սերնդափոխության խնդիր կա։ Այո, եւ ուրեմն լիահույս եմ, որ կգտնենք եզրեր կամ մեր հանրապետությունը կգտնի եզրեր, որ այս հարցը հավուր պատշաճի լուծի։ Եկեք խոսենք փառատոնից։ Մանրամասներ ներկայացրեք, մեր ժամանակացույց ներկայացրեք, ինչ այլ անակնկալներ են սպասում հենց բում փառատոնի շրջանակներում։ Ուրեմն ասեմ, որ շատ ուրախ եմ, որ փառատոնի շրջանակներում արձագանք կտանք նաև արտերկրից, օրինակ Գերմանիայում Duduk Rocks ընկերության հիմնադիրը զանգահարեց եւ հայտնեց, որ ֆինանսական ներդրում է ուզում անել մեր փառատոնին եւ որը որ իր ցանկությամբ Արթուր Թեմուրճյանը, իդեպ ողջունում եմ եթերի շրջանակներում, իր ցանկությամբ այդ ֆինանսական միջոցը կտրամադրվի մեկ երաժշտական եւ արվեստի քոլեջների ուսանողներից մեկի ուսման 1 տարեկան վարձ եւ նաեւ Արթուր Թեմուրճյանը մեր մրցանակաբաշխության նախորդային ժամանելու է Գերմանիայից եւ անձամբ ուրեմն ընտրված մասնակցին արդեն նվերը կհանձնի։ Ասեմ, որ փառատոնի անակնկալներից է նաեւ մեր իհարկե նշեցի նվագարանագործ վարպետների նվերները, վարպետության դասերը եւ շատ գեղեցիկ արձագանք ստացանք Գյումրուց, երբ զանգահարեց Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տնօրենը Կարեն Մայլյանը, որին իդեպ էլի ողջունում եմ եթերից, եւ հայտնեց, որ ուրեմն առաջարկում է համատեղ համերգ մեր փառատոնի մրցանակակիրների հետ Ես էլ նաև առաջարկեցի, որին միանան այն ժյուրի անդամները։ Բավական լայն սպեկտր եք այսպես ընդգրկել, ամեն ինչ կա։ Այո։ Եվ Գարնանը փետրվար-մարտ ամիսներին արդեն նախատեսել ենք համատեղ համերգ Գյումրիում, հենց Գյումրու ժողովրդական պետական նվագախմբի մասնակցությամբ, եւ նաև մեր մրցանակակիրները, այսինքն հաղթողները, մի քանի հոգի էլի հանձնախմբի ընտրմամբ այս համերգային ծրագրին կմասնակցեն, երբ որ արդեն Դուդուկահարը համերգային ելույթի ժամանակ իրեն կնվագակցի պետական նվագախումբ, այսինքն ազգային նվագարանների նվագախումբը, որը որ ցանկացած Դուդուկահարի համար բավականին գեղեցիկ համերգային երեկո կապահովի։ Հրաշալի։ Անցկացման վայրը ի վերջո որտեղ է լինելու։ Ուրեմն անպայման, քանի որ անցկացման վայրը լինելու է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը, ի խորհրդանիշ, որ Վաչև Սեփյանը եւ սովորել եւ դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում։ Ձեր մեջ Դուդուկի հանդեպ սերը որտեղից է։ Ժառանգական թե Ես ինքս ազգային փողային նվագարանների կատարող եմ, ուրեմն շվիել եմ նվագում, դուդուկել, զուռնայել, Ափսոս չեք վերել մի փոքրիկ կատարում մեզ։ Որ իմանայի կլսեք Հաջորդ անգամ բերեք։ Անպայման եւ գիտեք, կարծում եմ, որ այն միտքը, որը որ յուրաքանչյուրն իր աշխատանքով պետք է նպաստի, ուրեմն մեր ազգային մշակույթի պահպանմանը, կայացմանը, փոխանցմանը եւ այս, այսպես ասած, գաղափարական առումով ուրեմն իմ մոտ շատ կարեւոր ցանկություններ, մտքեր, գաղափարներ կա, որոնցից մեկը սա է։ Ես ասեմ, որ փառատոնը, որպես ես փառատոնի, այսպես ասած, գերարվեստական ղեկավար, սա առաջի փառատոնը չէ։ Եվ 2021 թվականին ես նաև կազմակերպեցինք Եղեգան փող շվի համահայկական մրցույթ փառատոն, 23-ին ավելացրեցինք սրինգը, իսկն երկու գործիք, այս պարագայում հիմա արդեն երրորդ փառատոնն էր եւ քանի որ համընկավ Վաչև Սեփյանի 100-ամյակի հետ, այսպես ասած վերանվանափոխեցինք փառատոնը Վաչև Սեփյանի անվան եւ քանի որ Վաչև Սեփյանը նվագել է մի շարք ազգային փողային նվագարաններ, որոշեցինք, որ հենց ազգային փողային նվագարանների համահայկական փառատոն անենք։ Իդեպ Դուկլար նվագարանի մասին ես կուզենայի եթերից բավականին ինֆորմացիա տալ, որ ուրեմն Դուկլար, այսինքն
դուդուկ կլարնետ այն ուրեմն հապավումամբ, այսպես ասած, որ ավելի հերոսադիտողը ավելի բարձ իմանա։ Ուրեմն Վաչե Հովսեփյանը եւ հեղինակավոր նվագարանագործ վարպետ Կարլեն Մաթևոսյանը ուրեմն միասին, այսպես ասած, այս գործիքը ուրեմն փորձարկել են եւ փորձարկումից հետո Վաչե Հովսեփյանը ուրեմն հավանություն տալով այս նվագարանի ընդհանրապես գոյությանը, հա, ուրեմն մի քանի ձայնագրություն, օրինակ YouTube-յան տիրույթում ունի, որ այսպես ասած արկա է եւ փառատոնի նվերներից մեկը նաեւ այն է, որ այդ նվագարանը հանձնախմբի ընտրմամբ կհանձնվի մեկ երջանիկ մասնակցի։ Ձեզ շատ շնորհակալություն, հաջող ընթացք փառատոնին։ Շնորհակալ ենք նաև մեր հեռուստադիտողներին մեզ հետ մնալու համար։ Դիտենք տեսահոլովակը եւ մնացեք Կենտրոն հեռուստաընկերության եթերում։ Ցտեսություն։